Սիրելի հեռուստատողներ, ողջունում եմ ձեզ, սա Status Quo հաղորդաշարն է, մենք այսօր հյուրընկալել ենք քաղաքական գործիչ ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանին, Անի ողջունում ձեզ։ Ողջույն։ Ցավոք չեմ կարող շատ կատակախառն կամ այսպես բարձր տրամադրությամբ սկսել, որովհետև այն ինչ որ տեղի ունի մեր շուրջ, մեզ չի թողնում ընդհանրապես արդեն քանի տարի, որ մենք արթնանանք եւ մի ճակերտավոր նորություն, որևէ նորություն, որը մեզպես չալեկոծեր ամբողջ ներսով չունենանք։ Հիմա այն ինչ տեղի ունենում Անընդհատ ամոթի մեջ ենք։ Ինչի մեջ ենք։ Ամոթի։ Հա, հիմա այդպես արդեն բնորոշում կա հայկական ամոթի, իսպանականից անցնենք հայկականին, տեղայնացնում ենք։ Աջապահյանը որոշեց, որ չի մասնակցելու քաղաքական գործընթացներին, Սրբազանը բանտարկեցին, այսինքն կալանավորեցին ներողություն 2 ամսով, որն է հաջորդ քայլը դες։ Հաջորդ քայլը կարծում եմ այլ հոգևորականների կալանավորման գործընթացին պետք է սպասենք։ Ես երբ որ Բագրատ Գալստյանյանի եւ Սրբազան շարժման շուրջ սկսվեց այդ ահաբեկչության պատմության, ներկայացումը, ես միանգամից հասկացա, որ բոլոր թելերը այդ պատմության տանելու են կապեն եկեղեցուն են փորձելու ներկայացնել որպես ահաբեկչության որջը, սկսել խուզարկություններ եւ կալանավորումներ այն հոգեվորականների, բարձրաստիճան հոգեվորականների, ովքեր ունեն ազդեցություն եկեղեցու ներսում եւ ովքեր այս ընթացքում դիմադրություն են ցույց տվել եկեղեցին քաղաքականացնելու իշխանության փորձերին։ Եվ ես սպասում եմ, որ այս գործընթացը շարունակվելու է։ Բոլոր դեպքերում Աջապահյանի հրաժարվելը տեխնատությունից ես կարծում եմ դա խելամիտ էր եւ շատ իմաստուն որոշում էր։ Նախ մարդը բազմիցս հայտարարել էր, որ ինքը քաղաքական հավակնություն չունի, այդ թվում նաեւ վարչապետի տեխնատու լինելու, որովհետեւ ինքը գնահատում է իր հոգեվոր ծառայությունը։ Մյուս կողմից այս իրավիճակում, երբ Աջապահյանի նկատմամբ մենք տեսնում ենք ակնհայտ քաղաքական հետապնդում, խորացնել այդ հետապնդումը եւ նրան առաջադրել որպես վարչապետի տեխնատու, ես կարծում եմ, որ վնաս էր լինելու Աջապահյանին եւ օգուտ չէր լինելու։ Միևնույն է, այդ գործընթացը չէր ունենալու շարունակություն, իսկ 1 ժամվա համար տանել Աջապահյանին, որպեսզի նա պարլամենտում խոսա, ես կարծում եմ, որ Սրբազանին հաստատ դա պետք չէր։ Դրա կարիքը չունի։ Իհարկե շատերը կան, որ սպասում են, որ ինքը կրնի, նույնիսկ դա ինչ-որտեղ քննադատեցին, որ նա էլ տեղի տվեց, զիջեց, վախկոտ է կամ վախեցավ, բայց դուք ավելի տեսնում եք դրա մեջ ավելի խոհեմություն, այսինքն բնականաբար նախ ինքը բազմիցս ասել է, որ չունի հավակնություն, այսինքն չունի քաղաքական ամբիցիա։ Եվ երկրորդ, այսպիսի իրավիճակում համաձայնել առաջադրվել տեխնատու խորացնելով իշխանության քաղաքական հետապնդման, արդարացումները, որ այդ տեսեք այս մարդը փորձ է անում իշխանությունը զավթել, աթոռի կռիվ է անում եւ այլն, ես կարծում եմ, որ դա իսկապես խելամիտ չէր եւ այս դեպքում ճիշտ որոշում է կայացրել։ Անընդհատ շրջանառվում է շատ հաճախ կամ ոչ, եթե ոչ անընդհատ, ապա շատ հաճախ արդարացնելու այս գործողությունները իշխանամերձ կամ պրոիշխանական փորձագետները, քարոզիչները Facebook-յան եւ արտաֆեյսբուքյան անդադ խոսում են այն մասին, որ եկեղեցին ռուսական 5-րդ շարասյուն է, սպասարկում է Ռուսաստանի շահերը, հետեւաբար ես հիշում եմ նման մի անալոգիա կար այն ժամանակ, երբ որ հենց նույն Սրբազան շարժման ժամանակ փողոցում մարդկանց ծեծում էին ոստիկանները, այդպես գնում էին վերնագրեր ծեծելով այդ մարդկանց դու ծեծում ես Ռուսաստանին մոտավորապես։ Հիմա այսինքն այդ նույն կարգախոսը կարելի է այստեղ էլ ասել, որ հարվածելով եկեղեցուն դու հարվածում ես Ռուսաստանին։ Սա իսկապես որքանով եք դուք համարում ընդունելի, եթե կարելի է այսպես ձևակերպել։ Բնականաբար հայկական հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանի հետ կապելը դա տխմարություն է, բայց քաղաքական աշխատող տեխնոլոգիա։ Եվ տեսեք ինչ արեց իշխանությունը։ Վերցրեց 2024 թվականի մի հորինված հեղաշրջման պլան, որի մեջ մենք տեսանք եկեղեցականների հետ, ռուսների հետ, ղարաբաղցիների հետ, ամեն ինչի հետ, ինչի դեմ որ պայքարում է Փաշինյանը, ում որ փորձում է Փաշինյանը դարձնել իրեն թշնամի, բոլորի հետ մենք այդ պլանում տեսանք։ Սարքեցին մի
ահաբեկչական գործ, որը ինձ հիշեցնում է օրինակ գեներալ Մանվելի դեմ, հա, Տուշոնկայի հայտնի գործը, որ հետո պարոն Վանեցյանը, հա, Արտուր Վանեցյանը խոստովանեց, որ դա ի սկզբանե գրված լավ պլան էր։ Հիմա այդ նույն Տուշոնկայի գործը մենք տեսնում ենք այս դեպքում։ Ես չեմ բացառում, որ եղել են ինչ-որ անկարգություններ կազմակերպելու, հա, ինչ-որ նպատակներ, ես դա չեմ բացառում, իրավապահները կքննեն, չնայած այս արդարադատությանն էլ չեմ հավատում, բայց ակնհայտ է, որ այստեղ իշխանությունը փորձեց չափազանցության եւ համեմատության միջոցով ժողովրդին համախմբել եւ ինչու՞ն է գործը սա ներկայացրեց որպես հոկտեմբերի 27-ին կանխում հա համեմատեց նմանացրեց հոկտեմբերի 27-ի կանխում էր մարդկանց մեջ փորձելով ստեղծել ասոցիացիաներ որ ռուսները դաշնակները չգիտեմ բոլորը ընկած են իշխանության հետևից եւ մի նոր ահաբեկչություն էին պլանավորում այնինչ մարդիկ պետք է հասկանան որ այս իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը չունի այնքան հեղինակություն, համազգային պետական հեղինակություն, կարևորություն եւ արժեք, ինչպես ունեին Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը։ Այս պետք է մարդիկ շատ լավ հասկանան։ Եվ այստեղ հոկտեմբերի 27-ի հետ ասոցիացիաներ ստեղծելը իմաստ չունի։ Որոնք իրենք հենց չանել բացահայտել, որոնք խոսում են։ Այո, չանել բացահայտած լինեին, մենք իմանանք այդ բոլոր սխեմաները, հասկանանք այդ մեխանիզմը ինչպես է, եւ ասենք դե հա կարող է նմանություն, բայց նույնիսկ դա չեն բացահայտել։ Այո, եւ այս գործի շուրջ իրենք փորձում են մի կաթսայի մեջ լցնել ռուսներին, ղարաբաղցիներին, հա, արցախցիներին, նախկիններին ու մի համընդհանուր թշնամու կերպար ստեղծել, որի դեմ իրենք պայքարում են ընտրություններից առաջ։ Պայքարում են եւ սա նպատակ ունի նաեւ դաշտը բաժանել նոր սև ու սպիտակի։ Ուղղակի այդ նոր սև ու սպիտակը ոչ թե արդեն սև ու սպիտակ է, այլ զոհեր եւ ահաբեկիչներ։ Իշխանությունը եւ նրա արբանյակները այսպես դիրքավորվում են որպես զոհեր եւ կան ահաբեկիչներ ու եթե նկատել եք դառնալու իրենք են ահաբեկում մարդկանց եւ մարդիկ են դարձել այո բայց քանի որ իրենք են ահաբեկողը իրենք պետք է ցույց տան որ իրենք չեն ահաբեկողը իրենք զոհն են բայց իրենց են ահաբեկում եթե նկատել եք իշխանական падգամավորները մեկը մեկին իրար հերթ չտալով մարդկանց ահաբեկում եւ սպառնում են այ եթե դուք չդատապարտեք ահաբեկչությունը եւ չասեք որ դա ահաբեկչություն է խախտելով մարդկանց կանխավարության կանխավարկածը դուք նույնպես ահաբեկիչ եք այսպես նոր պարակտում են ստեղծում ընտրություններից առաջ որպեսզի մարդկանց հա փորձեն համախմբել իրենց շուրջ Ես չգիտեմ որքանով սա կստացվի, բայց մի բան ակնհայտ է, որ սա այլևս այնպես չի աշխատում, ինչպես աշխատում էր 2018-ի սև ու սպիտակը։ Եվ այս հարցը ես մի անգամ եմ կարծեմ, ոչ թե կարծեմ, այլ հյուրերից մեկին տվեցի, այն ժամանակ այսքան լարված չէր վիճակը, ընդհանրապես այսինքն այս գործընթացը չկար։ Սա խոսում է այն մասին, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է կամ գոնե նախընտրական, թե հակառակը, որ ինքը ստեղծում է այս քաոսը կառավարելի դարձնելու եւ ինքը նորից ունենալու կամ շարունակելու ունենալ այդ ազդեցությունը պրոյեկտել անդադ ազդեցությունը արդեն ավելի լայն շրջանակն որտեղ մտավախություն ունի որ ինքը չի ընտրվել ի վերջո ինքը ուժեղ է թե հիմա թույլ վիճակում ավելի հայտնի քաղաքական տեխնոլոգիա է երբ որ բռնապետության հակված մարդիկ հա հատկապես կառավարիչները իրենք զգում են որ հողը իրենց ոտքերի տակից փախչում է եւ իրենք կարող են կորցնել իշխանությունը իսկ Նիկոլ Փաշինյանը ունի արդեն այդ վախերը, որովհետև այս տարիների ընթացքում ինքը չի կարողացել կատարել բոլոր այն խոստումները, որը տվել է ընտրողներին։ Ոչ մի խոստում։ Տող-պատի մանդատի խոստումը, խաղաղության պայմանագրի ոչ մի խոստում։ Հակառակը մի բան էլ դժվարացել է մարդկանց կյանքը։ Հարկերն են բարձրացրել, գնաճ կա, մարդկանց փողերն են դրսում եւ ներսում նստած հաշվում, հա, ինչ որ հայտարարներ են տալիս, որ լրացնեն։ Այսինքն հնարավորինս դիսկոմֆորտ վիճակ է երկրում ստեղծվել մարդկանց համար։ Եվ այս իրավիճակում պարզ է, որ իշխանության ռեյտինգը գնալով մաշվում է ու դա լավ բանի չի հանգեցնելու 26 թվականի ընտրություններին ընդառաջ։ Սա լավ հասկանալով Փաշինյանը փորձում է երկրում քաոս ստեղծել, որպեսզի ինքը այդ քաոսի մեջ փորձի իր նարատիվները հնարավորինս մանիպուլացնելով, խաբելով հասցնի մարդկանց ու զոհի կարգավիճակով նորից ընտրվի 26 թվականին։ Անի իսկ չեք կարծում որ միս կողմից էլ մի փոքր համարել որ իրենք հոգեվարքի մեջ են կամ մաշվել է իրենց հեղինակությունը երբ որ հակառակ դաշտում որևէ լուրջ այսպես ասած կերպարներ որոնք իսկապես կարող էին բարձր ռեյտինգ ունենալ եւ հարվածել իշխանության հեղինակությանը կարծեք չկան Հենց դրանում է խնդիրը որ այս պահին որ չկա չի նշանակում որ չի ստեղծվելու այս ահաբեկումները գա նաեւ գիտեք ինչի համար են որ չստեղծվեն
Բոլորին ահաբեկում է, որպեսզի քաղաքական լուրջ դիրքավորումներ չլինեն։ Ով կա դաշտում, մնան դաշտում, հա, մարդիկ ովքեր փորձում են այս ամեն ինչ որ կատարվում է, իրենց մեղքով է կատարվում, հա։ Հերիք չի Բագրատ Սրբազանին քաշեցին իրենց քաղաքական խաղերի մեջ։ Այդ մարդուն առաջին անգամ ցույցերը տապալելուց հետո իրեն խորհուրդ տվեցինք, որ դուրս գա քաղաքականությունից։ Չստացվեց, նա պիտի դուրս գար, բայց ինչ արեցին իրենց, քաշեցին իրենց քաղաքական խաղերի մեջ ու ստացվեց այն, ինչ որ այսօր մենք տեսնում ենք։ Հիմա նույն կերպ փորձում են Աչապահյանին քաշել այդ քաղաքական խաղերի մեջ։ Բնականաբար նպատակը մեկն է, հասնել նրան, որ երևի Նիկոլ Փաշինյանը հաղթի իր պայքարում եկեղեցու դեմ։ Ինչ են շարունակում հաղթել եկեղեցուն կամ եկեղեցու դեմ։ Ենթարկեցնել եկեղեցին իրեն։ Պարզ է, չէ, որ վեհափառի գնալով, պահանջելով, որ վեհափառը պիտի գնա, նպատակը մեկն է՝ ունենալ մարդ այնտեղ, ով ականջները կանի ամեն ինչ որ կասի Նիկոլ Փաշինյանը։ Ցավոք դժվար է եկեղեցուց այնպիսի մարդ գտնել, որը կկարողանար մեզ սպառիչ պատասխաններ տալ նաև կապված կանոնադրության այդ եկեղեցու, որքան ինձ հայտնի է, եթե կաթողիկոս ինքնիրենով չտա հրաժարական, այնտեղ գործող մեխանիզմներ չկան։ Որքան եթե ճիշտ եմ հասկանում, Փաշինյանը գնում է կոմպրոմատների ճանապարհով, կաթողիկոսին ներքաշելու կամ իրեն զգուշացնելու, որ եթե դու չես հրաժարվում քո աթոռից, ապա քո առջև կդնենք SSS բաները, արդեն ինքը որոշակի ակնարկներ արեց, չէ՞։ Բայց հակառակ պարագայում, եթե եկեղեցականներ իրենք չուզենան, որևէ նման բան տեղի չի ունենա, բայց ինչի վրա ենք շեշտը դնում։ Գիտեք, ես կարծում եմ շատ կարևոր է, որ հիմա եկեղեցին պետք է դիմադրի եւ ամուր պահի իր դիրքերը այս պայքարում, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր անօրինական մեթոդներով եւ այս ձևով հասնել եկեղեցուն փոփոխությունների, դա շատ դառը, խորը ու բացասական հետևանքներ է թողելու եկեղեցու վրա։ Ես այստեղ չեմ քննարկում եկեղեցու թերությունները, առավելությունները։ Այս օրերի ընթացքում օրինակ ինձ շատ են գրում մարդիկ հետևյալ նախադասությամբ. Ինձ համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի գործողությունները եկեղեցու դեմ, բայց ու սկսում են։ Բայց այն կաթողիկոսը, բայց այն Աչապահյանը, բայց այն Սրբազանը, այս Սրբազանը, այս կնոջ հետ, այն կնոջ հետ։ Ասում եմ ժողովուրդ, պետք է հասկանալ մի բան։ Ես չգիտեմ դուք ամեն մեկը ինչ խնդրեմ ունեք եկեղեցու հետ կամ եկեղեցու քահանաների հոգևոր դասի հետ։ Դա ձեր խնդիրն է, հա? Դա ամեն մեկի առանձին խնդիրն է։ Դուք կատեք կսիրեք, դա ինչ չի վերաբերվում։ Ես այս հարցին նայում եմ քաղաքական եւ ազգային տեսանկյունից։ Իսկ դա ո՞րն է։ Ես ռեալ հասկանում եմ, որ այս գործողությունների, իշխանության կողմից գործողությունների գլխավոր նպատակը գալիս է երկրի արտաքին պատվերից։ Հա։ Արտաքին պատվեր կա սրատակ դրած, քանդել, ջարդուխուրդ անել հայկական եկեղեցին, հեղինակազրկել հայկական եկեղեցին ամբողջ աշխարհով մեկ։ Թույլատրել այդ եկեղեցին, որպես հայ ազգային պետականության ամուր հիմք։ Սա է նպատակը։ Եվ քանի որ ես հասկանում եմ այդ խորը նպատակը ո՞րն է, ես չեմ նայում, թե ես ինչ խնդիր ունեմ հոգևոր դասի առանձին ներկայացուցիչների հետ միասին։ Առավելևս, որ ինքը չէր պատասխան լուծել, նախ եկեղեցու խնդիրը չես կարող այդպես այդ ձևով լուծել, նույնիսկ ենթադրենք, եթե կաթողիկոսը դուրս եկավ, ապա չի նշանակում, որ եկեղեցու ներսի բոլոր խնդիրները անմիջապես դրանով լուծվում են։ Նախ կաթողիկոսը անմահ չի, այդ մարդը մի օր այս աշխարհից իր ժամանակին պիտի գնա։ Եկեղեցուն փոփոխությունները անխուսափելի են, բայց այդ փոփոխությունները պիտի գան ներսից։ Դրանք պետք է գան ներսից։ Կարող է ինքը դեմագոգիայով ասել ներսից չի գալիս, արդեն 1700 տարի է, մենք պետք է միջամտենք, մենք դեռ 18 թվականին ենք ասում։ Մենք ոչ, այս ձևով միջամտել եկեղեցու գործերի նշանակում է տեղի տալ ադրբեջանական ռոպագանդային եւ սպառնալիքին եւ վնաս հասցնել ազգային եկեղեցուն որպես ազգային ինստիտուտ։ Խախտում չենք անում, երբ որ պետության պետական ըստեյության կառավարության ղեկավարը խառնվում է։ Իհարկե, որովհետև պետությունը եւ եկեղեցին անջատ են միմյանցից։ Հիմա իրենք ասում են, դե իրենք էլ խառնվում էին քաղաքականությանը։ Ինչ կապ ունի դա մեկ։ Բայց գիտեք ինչ, մարդիկ չխոսեն նրա մասին, որ դուք հանձնել եք Արցախը եւ այնտեղ եք թողել մի ամբողջ հոգեբոր ժառանգություն, որը իրենցն էր։ Չխոսեն սրա մասին։ Մարդիկ չխոսեն նրա մասին, որ դուք անում եք գործողություններ, որոնք վնասում են ազգային պետականության հիմքերին։
Սա չի նշանակում խառնվել քաղաքականությանը։ Եկեղեցին ոչ ընտրություններին է մասնակցել, ոչ քարոզարշավ է արել։ Կոնկրետ ինքը զբաղվում է քարոզչությամբ, զբաղվում է Բայց ինչից սկսվեց դա, բայց ինչից սկսվեց դա։ Չէ, բայց իրականում Հետո Բագրատ Սրբազանը ինքը ասել է, ես իմ գործողությունները եկեղեցին այդտեղ չկա, ես եմ որոշել որպես անհատ։ Իրեն վերագրեցին, որ կաթողիկոսը Դե պետք էր որ վերագրեին, պետք էր, հենց դա էր պետք իշխանությանը։ Եվ ես չգիտեմ այդ հեղաշրջման պլանը ով է գրել կամ այդ գործողություններին ով է դրթել Բագրատ Սրբազանին։ Բայց ով որ դա արել է օգուտ Նիկոլ Փաշինյանի։ Ուղղակի հասկանում եք քաղաքականության մեջ, եթե շատ դու չես զբաղվել երկար քաղաքականությամբ եւ ինչ որ խնդիրներ, նուրբ խնդիրներ կա, որոնց դու չես տիրապետում, դու շատ հեշտ կարող ես օգտագործվել որոշ մարդկանց կողմից։ Իհարկե չեք Սա այդ դեպքն է, Բագրատ Սրբազանի դեպքը այդ դեպքն է, ինքը օգտագործվեց։ Հիմա Չապայանը ասում է ինձ մի օգտագործեք։ Հասկանում եք տարբերությունը որն է։ Ավելի իմաստուն գտնվել։ Իհարկե շատերի համար դա էլ էր մի տեսակ էլի մարդիկ այնքան են հուսահատվել, որ իրենց համար Աչապահյանը ինչ որ մի վարքյան դարձավ այսպես հույսի կղզյակ, որ հնարավոր է ինքը այդպես իր վրա վերցնի եւ վերջո շարժում սկսի, որտեղ բոլորը ուզում են ինչ որ մեկը իր վրա վերցնի եւ դեմ դուրս գա իշխանության, մասնապես Նիկոլ Փաշինյանի եւ կարողանա ի վերջո այս մարդկանց դուրս շպրտել իրենց այդ ցինիկ այդ բրգերի վրա են, չէ՞ իրենք հիմա նստած բոլորը, քանի որ նաև մենք տեսնում ենք, որ բացի Նիկոլ Փաշինյանից ինքը ունի շատ ու շատ արբանյակներ եւ կառավարությունից եւ падգամավորներից եւ ել չեմ խոսում այդ մերձ իշխանական շրջանակներից, որոնք պակաս կարծեք թե հակաեկեղեցական չեն։ Ես հասկանում եմ մարդկանց, ես էլ եմ քաղաքացի, ես էլ եմ ուզում նույն բանը, հա, բայց այն մարդը, որ պիտի կռիվ տա այս իշխանության հետ ու ով որ պիտի փոխարինի Նիկոլ Փաշինյանին, այդ մարդը ինքը պետք է ուզի ցանկություն ունենա եւ պատրաստ լինի դրան ու հասկանա ինքը ինչ է անում, այո, դա հոգեվորականը չի։ Հոգեվորականը դիզբաղվի։ Այդ մարդը պետք է լինի քաղաքական մարդ, հասկանա ինքը ինչի մեջ է մտնում ու հասկանա այն պատասխանատվությունը, որը ինքը պետք է վերցնի։ Բոլոր քաղաքական դերակատարներին Նիկոլ Փաշինյանը կուլ է տվել։ Կուլ է տվել իրենց քաղաքական սխալների պատճառով։ Համար համարում են, որ եկեղեցիները կուլ տալ։ Այո, հիմա համարում են, որ եկեղեցին էլ կարող է կուլ տալ, բայց ես մի քիչ ավելի բարձր կարծիք ունեմ եկեղեցու մասին, քան մեր քաղաքական դաշտի մասին։ Հետևաբար ես մտածում եմ, որ եկեղեցին բավականին իմաստուն է, որպեսզի թույլ չտա, որ իրեն այսքան հեշտ կուլ տան, որտեղ եթե հիմա կուլ տվեցին եկեղեցին, հաջորդը կուլ են տալու ազգային շատ այլ արժեքներ, արժե համակարգեր։ Շատ ուրախ եմ, որ դուք ավելի օպտիմիստորեն եք տրամադրված, բայց եթե նայենք թե ինչ կատարվեց Արցախում, ապա եկեղեցին, ինչպես եւ Արցախի ժողովուրդը, շատ դժվար է միայնակ առանց իշխանության կամ պետական, այսպես մի փոքր նույն ասեմ այս պարագայում, պետական լծակների, այսինքն պետական օրենքի համակարգի ուժային կառույցների վայրը շատ դժվար է միայնակ եկեղեցու համար, ինչպես որ Արցախում, պայքարել այդ ամբողջ ահռելի այդ մեքենայի դեմ, ուղղակի գրեթե անհնար է։ Գիտեք, եկեղեցու ուժը որտեղ է։ Ի տարբերություն աշխարհիկ մարդկանց, հոգեվորականը իր գլխին եկած բոլոր դժվարությունները, դժբախտությունները, հա, այս հետապնդումները, ամեն ինչը ինքը համարում է որպես փորձություն։ Աստծո կողմից փորձություն։ Այո, բայց այսինքն կա հոգևոր մտածողության մի համակարգ ներդրված հոգևորականի մեջ, որ իր համար ավելի տանելի կլինեն այս ամեն ինչը, քան աշխարհիկի համար։ Հա, բայց միևնույնն է, արդյունքում նույն Աչապահյանը, եթե վերցենք որպես օրինակ, նա էլ ասաց, որ նույնիսկ եթե ինձ կալանավորեք կամ բանտարկեք, ապա ես դա կհամարեմ Աստծո կողմից այսպես իմ ծառայության մի բան։ Դա հոգևոր մոտեցում է, բայց դա չի նշանակում, որ իրեն չեն կալանավորելու, դա չի նշանակում, որ ինքը դրանով ավելի է ուժեղանալու եւ իշխանությանը կարողանալու է ինչ-որ առումով այսինքն այդ ազդեցությունը թույլաtsնել, այսինքն մոտեցումը կարող է լինել հոգեոր, ես այդ համաձայն եմ, իրենք ամեն դեպքում այլ աշխարհի մարդ են կամ կոնը պիտի լինեն, բայց պետական ապարատը գիտեք որ անողոք է։ Դե գիտեք հիմա օրինակ պետական ապարատը
տեսնում եմ, որ ուժային մեթոդներով էլ դժվար է այս հարցը առաջ տանել, հակառակ դեպքում իրենք երեք չէին նահանջի եւ ուժայինները հետ չէին քաշվի քաղաքից, իրենք հասկացան, որ սխալ են անում։ Համարում եք, որ իրենք դրա համար հետ գնացին։ Թե ուղղակի հասկացան, որ խելոք անկախ ամեն ինչից միևնույն է Աջափարյանը գալու է, վաղը կաթողիկոսին են տանելու է։ Ես կարծում եմ, որ բավականին դժգոհության մեծ ալիք կար, հանրային դժգոհության մեծ ալիք կար եւ իշխանության ներսում նստածել մարդիկ հետևելով թե մարդիկ ինչ արձագանք են տալիս, հասկացան, որ մի բան իրենք սխալ են անում ու եթե այսպես շարունակեն, կարող է ավելի վատ լինել։ Դրա համար իրենք հետ քաշվեցին։ Հիմա դաշտ են նետվում, օրինակ, եկեղեցուց կարգալույծ արված ինչ որ անհատներ, հասկանում եք, իրենք հոգևորի դեմ, հոգևոր բան հրետանի են հանել, հասկանում եք։ Այսինքն բոլոր միջոցները փորձելու են։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ եկեղեցին հասկանա մի բան, որ սա պարզապես քաղաքական պայքար չի, հա, իշխանության եւ եկեղեցու միջև։ Ով հասկանա։ Եկեղեցին։ Այսինքն սա պարզապես քաղաքական պայքար չի, սա Հայաստանի ազգային պետականության ողնաշարը ջարդուխուրդ անելու համար պայքար է։ Ու եկեղեցին պետք է ամեն ինչ անի, որ պինդ մնա, որովհետև եթե եկեղեցուն, նորից եմ ասում, ծնկի բերեցին, ու ես չեմ քննարկում, իմ համար կարևոր չի թե հիմա կաթողիկոսը ով է, ես նայում եմ եկեղեցուն որպես ինստիտուտ։ Այնտեղ առանձին անհատներ ես որպես չեմ նայում։ Եթե իրենց հաջողվեց այս մեթոդներով դա անել, դա շատ վատ հետևանքներ է ունենալու։ Այսինքն եկեղեցու ուսերին հիմա դրված է շատ մեծ պատասխանատվություն այդ հարցում։ Ես հա շարքն է, այսինքն սա շարք է, որը ես չգիտեմ, այդ ինչպես է, որ մենք ես ընկել ենք դեստրուկտիվ, այս քանդող այս գծի մեջ ու դրա ավարտ կարծեք չկա, վերջ չկա։ Արցախը, հայկական ներքին միասնականությունը իհարկե իրենք կբերեն 1000 փաստարկ, որ երբեք չի եղել, որ ուզուրպացված է եղել, որ Քոչարյանը, նախկինները դեսուդենը, բայց արդյունքում ինչպես որ դուք եք նշում ենք, այդ ինստիտուտներն ենք գլոբալ առումով քանդում։ Եթե եկեղեցին նահանջեց, կաթողիկոսը հետ քաշվեց, ուրեմն ժողովուրդը թող իմանա, որ Փաշազադեն, հա, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն Հայաստանում լուծեց եկեղեցու հարցերը։ Ես խնդիրը այսպես եմ դիտարկում։ Իսկ ինչպես է աջակցել անը, ինչ է կարծում, քիչ բարդ հարց է, բայց ինչ անի ժողովուրդը կամ ինչ խորհուրդ կտայիք։ Ժողովուրդը, գիտեք, նաև երեք թե Աջափարյանի չհամաձայնվելը տեխնատությանը եւ բնականաբար այդ որոշումը նաև եկել է վեհարանից, հա։ Այդ որոշումը նաև կայացվել է նրա համար ու նաև որ որոշեց Աջափարյանը գնալ քննչական կոմիտե։ Իդեպ երեք մարդիկ կային, որ իրեն չէին թողում գնալ, բայց ճիշտ որոշում էր գնալ եւ այդ որոշումը կայացվեց նրա համար, որպեսզի քաղաքացիական պատերազմ չհրահրվի, հա, որովհետեւ եթե Աջափարյանը չգնար, նորից ուժայինները գալու էին, նորից ինչ որ ժողովուրդ կգար, չգիտեմ, իշխանությունը իր կողմնակիցներին կուղարկեր, հա, ինչ որ մի հատ մեծ կինո էր դառնալու այդ ամեն ինչը։ Հիմա ասել թե որ ժողովուրդը պետք է, չգիտեմ, դուրս գա փողոցները լցնի, աննպատակ է։ Պետք է հետևյալը անել, հետևել իրադարձություններին, չպաշտպանել իշխանությանը ոչ մի կերպ, թե հրապարակային, չգիտեմ, թե ձեր շրջապատում, ոչ մի կերպ, նույնիսկ եթե չգիտեմ, դուք իշխանության ներսում եք ու իշխանության պետական պաշտոն ունեք, հա, գործը անում եք, վախում եք, բարձրաձայն եք, բայց մի էլ պաշտպանեք իշխանությանը։ Այսինքն համատարած մարդկանց պետք է բացատրել, որ սա հարձակում է եկեղեցու դեմ։ Սա մեկ մարդու հարցի լուծում չի։ Կազմակերպ չեն հասկանում, նույն ասենք այդ աղացականները կամ պաշտոնյան, իսկապես իրենք այդքան համոզվածություն են, որ իրենք ճիշտ են անում, ինչ որ անում։ Ես չգիտեմ, դա գիտեք, ուժային կառույցներում, երբ որ հրաման են տալիս, հրամանը հրաման է։ Բայց երեք որ ես նայում եի օրինակ կադրերը, որտեղ երևում էին ուժային կառույցի ներկայացուցիչները, ու նայում էի որոշ մարդկանց դեմքին, ես հասկանում էի, որ այո, նրանք ամաչում են։ Նրանք հայտնվել են մի տեղում, որտեղ հաստատ չէին ուզի հայտնվել, որովհետև մի 1000 անգամ գնացել են Էջմիածին մոմ են վառել, տանը ունեն սրբի նկարներ, հայ առաքելական եկեղեցու, չգիտեմ, սիրում են, պաշտվում են, երդվում են, չեն էլ մտածել կաթողիկոսը ով է, հա, տվել են հայ առաքելական եկեղեցու անունը եւ ասել են ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Բայց հրաման են կատարում։
Մարդիկ կան, ովքեր ասում են օրինակ դա եկեղեցին չպիտի խառնվեր քաղաքականությանը, դրանով փորձում են ինչ-որ բոլոր մարդիկ փորձում են գտնել արդարացումներ եւ այդ մարդկանց մի մասը դա անում է, որովհետեւ ինքը մոլի իշխանական է, հա, աչքին ոչ մի բան չի երևում։ Փաշինյանը ասաց, այդպես էլ պիտի լինի։ Մյուս մասն էլ արդարացնում է, որովհետև, չգիտեմ, անձնական հակակրանք ունի կաթողիկոսի կամ այլ անձանց նկատմամբ եւ իրեն թվում է, որ Նիկոլ Փաշինյանը լուծում է իր անձնական հակակրանքի հարցը։ Բայց այդպես չի, չէ՞։ Հուսանք, որ դա մեծամասնություն չի, իհարկե շատ ճիշտ դիտարկում էր, այսինքն ամեն մարդ փորձում է իրեն գտնել այս պատմությունների մեջ, մեկը եւ շատերը նաեւ կան, որոնք չիմանալով ինչ անես, ստիպված սկսում են այդ կեղծ արդարացումներին հավատալ, որովհետև դա միակ ձևն է, դա այդ Ստոկհոլմյան սինդրոմի խնդիրն է, որ դու ելք չունես, սկսում ես համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, նույնիսկ արդարացումներ գտնել եւ ասել, որ չէ, դա շատ ճիշտ գործողություններ են։ Սա տիպիկ հոգեբանական եւ ես կասեմ նույնիսկ հոգեբուժական խնդիր է, որը շատ ցավալի է։ Գիտեք, ընդհանուր վախի մթնոլորտ են հիմա ստեղծել երկրում։ Որ ասում են մեզ մեր նկատմամբ ահաբեկչություն էին ծրագրում, իրանք են հիմա ահաբեկում ժողովրդին։ Շատ մեծ վախի մթնոլորտ են ստեղծել, բայց վախի մթնոլորտում այս պահին ակտիվ գործողություններ ակնկալել մարդկանցից, ովքեր, չգիտեմ, ամեն մեկը իր բիզնեսի մասին է մտածում, պաշտոնի մասին, իր ընտանիքի եւ այլն, ուզում է շարից փորձանքից հեռու լինել, դրա համար ակնկալել ինչ-որ ակտիվ գործողություններ, ես կարծում եմ անիմաստ կլինի։ Բայց հստակ է մի բան. Եթե 2026 թվականին ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ցույց չտվեց իր տեղը այս ամեն ինչը կազմակերպելու, Արցախը կորցնելու, երկիրը այս վիճակին հասցնելու, ազգային ինստիտուտները քանդելու, չգիտեմ, ադրբեջանա-թուրքական լոբինգը Հայաստանում ծաղկեցնելու եւ այս ամեն ինչի համար Նիկոլ Փաշինյանը այս ժողովրդի բերանումը թողելու պետության համը, ոնց որ ինքն է խոստացել։ Մի գրառում էր արել, չէ՞, ասել էր պետության համը կմնա բերաններդ։ Ով էր ասել։ Նիկոլ Փաշինյանը։ Դա սպառնալիք էր մի հոգու, բայց դա սպառնալիք է ամբողջ ժողովրդին, հասկանում եք։ Մարդը ազնիվ ասել է, ինչա լինելու այս պետության հետ։ Եվ դատելով նրանից, թե ինչա ինքը այն քաոսը, որը ինքը ստեղծել է այս երկրում, եւ այն վախերը, որ ինքը ունի, դատելով դրանից ես կարող եմ հասկանալ մի բան, որ այո, գործողությունները առաջիկայում իրավիճակները, հանգամանքները չեն դասավորվելու ի օգուտ Հայաստանի Հանրապետության։ Ինքը դա շատ լավ հասկանում է, որտեղ ինքը չի բանակցում նորմալ, ինքը չունի բանակցային մարտավարություն, ինքը անում է այն ինչ որ իրեն ասում են, եւ ինքը խաղալու տեղ այլևս չունի վերջ։ Ու այս ամեն ինչը հանգեցնելու է մի բանի, պետականության կորստի։ Ինչքան հասկանում եք, ինչքան բարձր են գոռում ինքնիշխանության մասին։ Այդքան ավելի արագ է մոտենում այդ ինքնիշխանությունը, պետականությունը կորցնելու ժամանակը։ Անի շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ ելի հեռուստատողներ, որ հետևեցիք մեր քննարկմանը, հյուրընկալեցինք քաղաքական գործիչ ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանին։ Հաջողություն ձեզ։